Բարի լույս, այսօր փետրվարի 16-ն է, երկուշաբթի, վստահորեն կարելի ասել, որ մենք սկսում ենք Հայաստանի ամենաակտիվ քաղաքական շաբաթներից մեկը։ Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ սկիզբ դրեց ամենաիսկական քաղաքական պատերազմի։ Երեկ կիրակի օրը տեղի ունեցավ եռյակի ներկայացուցիչների հանդիպում եւ որոշում է կայացվել փետրվարի 20-ին ժամը 16:00-ին Ազատության հրապարակում հրավիրել համապետական հանրահավաք։ Հետևեք Civilnet-ին, մենք կփորձենք լինել սպասվող գործընթացների կիզակետում։ Փետրվարի 16-ը նորագույն շրջանի հայ ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկի Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Մկրտչյանը ծնվել էր 1959-ի փետրվարի 16-ին Արցախի Հադրութի շրջանում։ Ազգագրագետ Արթուր Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահն էր եւ մեծապես նպաստեց երկրորդ հայկական պետության կայացմանը։ Մկրտչյանը մահացավ 1992-ի ապրիլի 14-ին Ստեփանակերտում։ Նրա մահվան մութ հանգամանքները մինչ օրս քննարկման առարկա են։ Այսօր ժամը 11:00-ին Նաիրիդ գործարանի աշխատակիցները կհավաքվեն գործարանի մոտ հերթական անգամ պահանջելու իրենց 18-ից 24 ամսվա չվճարված աշխատավարձերը։ Նաիրիցիները ասում են, որ չնայած բանակցություններին, իրենց այդպես էլ չեն ասել, թե երբ են վճարելու աշխատավարձերը։ Վերջերս էլ աշխատանքից ազատվեցին գործարանի 1800 աշխատողներ։ Այսօր ժամը 16:45-ին էլ Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կվերսկսվի մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների դատաքննությունը, այն մոտ է ավարտին։ Նախորդ հանգստյան օրերը ակտիվ էին ոչ միայն քաղաքականապես փետրվարի 14-ին Երևանում սիրային տրամադրություններ, սակայն ոչ միայն Սուրբ Վալենտինի սիրահարների օրվա առթիվ։ Երևանում բացվեց բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը, այն այս տարի նվիրված է սիրուն։ Փառատոնը գործելու է մինչև փետրվարի 20-ը։ Այս տարի Մոսկվա եւ Սինեմաստար կինոթատրոններում հանդիսատեսին կներկայացվի 2014-ի արտադրության 7 ֆիլմ։ Մուտքը ազատ է։ Այժմ ծանոթացեք եղանակի տեսությանը ողջ Հայաստանում։